Եթերում ABC Newsroom-ն է, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Նախընտրական կոմպրոմատների սեզոնը բացված է, կեղծ փաստաթղթեր են, քաղաքական պատվեր, թե իրականություն։ Նարեկ Կարապետյանը նոր սկանդալի մեջ է հայտնվել։ Ռուսալեզու մեդիայի ռումբը հայկական քաղաքական դաշտում, ում ձեռագիրն է ինսայդրի աղմկահարույց հոդվածների հետևում։ Միլիոնների ռազմական գործարք փակ դռների հետևում, ում է զինում Հայաստանը, շատ աղմուկ, բայց քիչ մանրամասներ։ Ազգային ինքնության հարցը նոր քաղաքական սկանդալի կենտրոնում, Փաշինյանի թեզը պատմական սխալ, թե ռազմավարական ուղերձ, վիճահարույց հայտարարություն ազգային ինքնության սահմանագծում։ Միլիոնների ներդրումներ, բայց անպաշտպան գյուղեր, լորին կարկուտի տակ, ով է պատասխանատու գյուղացու վնասների համար և ինչու չեն աշխատել հակակարգտային համակարգերը։ Քարոզարշավը Հայաստանում շարունակվում է կոշտ ռետորաբանությամբ ընթանալ, դարձյալ փոխադարձ վիրավորանքներ ու սպառնալիքներ իշխանական թևից։ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռիում քարոզարշավը սկսեց քաղաքական հակառակորդներին ուղղված քննադատությամբ։ Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը, նկատի ունենալով Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Կոշտ բառամթերքով հայտարարեց, թե այս պահից սկսած գործարանի աշխատակիցները Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, քանի որ նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է։ Ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանը։ Սյունիքում քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ իրեն չեն կարող վախեցնել նման հայտարարություններով, ընդգծելով, որ գործարանը տարիներ առաջ օրինական ճանապարհով է ձեռք բերվել և հետագայում զարգացվել ներդրումների հաշվին։ Նրա խոսքով, այն, ինչ այսօր ներկայացվում է որպես պետականացման հիմք, իրականում քաղաքական ճնշման փորձ է և շեշտել է ունեցվածքը չի փոխի հայրենիքի հետ։ Սա պահանջն է Ալիևի, որ նույն վագոնները գալիս են բենզինով, հիմա ուզում են նույն ասենք թե Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի։ Ալիևը ինչ պահանջարկ դնի, պետք է մեր վարչապետը կատարի։ Չկատարել դեպքում ինչ որ ասում եմ պատերազմ կլինի, սա կլինի։ Այսօր այս վիճակին ենք, նորից եմ ասում առաջվա հետ համեմատած, այսօր մենք միայն պարտավորություն կատարողա դառը իմ երկիրը, իմ ժողովուրդը։ Այսօր հիմնական խնդիրը Ալիևն ու Նիկոլն են, այս երկրի առաջ ծառացած, ասենք թե այդ խնդիրների շուրջ։ Սա պետք է վերջ տրվի, մարդիկ արդեն էլ չեն հավատում, ոչ մի լավ բան չկա, 8 տարում ոչ մի բան չի փոխվել, ոչ վստահություն, ոչ առավելություն, ոչ բարեկեցություն, տուշտուգանքներ, զոհեր տալ, հողեր կորցնել, վարկաբեկվել որպես հայացք, խեղճանալ, աշխարհով մեկ ոչ մի բան չկա ասելու։ Նա էլ հիմնական իր վստահությունը, իր ապորան, իր մեջքը մեն մնացել է Ալիևը։ Ոչ մի ունեցվածք իմ հայրենիքի հետ ես չեմ կարա փոխեմ։ Այս երկրում ծնվել մեծացել եմ, կայացել եմ, ես եմ ստեղծել, ելիք ստեղծեմ, թող ուրիշները մտածեն։ Բայց կարող է անալ, որ դա պահանջակատարում Ալիևի, որ վագոնները դադար չգնան գա, նույն Ադրբեջանի ցեմենտը ոնց որ բենզին դա գալի նա էլ նացմատի։ Թե չէ 25 տարի զավոդը սեփականաշնորհած, առած, դա ոչ մի պարտավորություն չկա, մեկին 10 ավելի արտադրելով, այսօր դրուք կամ Ծառուկյանին վախացնեն։ Ծառուկյանին ոչ մեկ չի, Ծառուկյանին մի հատ էլ ձերբակալել էին, Ծառուկյան արտարացավ, հələ արտարության համար էլ թող պարոն վարչապետը էլ պատասխան պետք է տա։ Ինչի համար։ Ընտրությանն ընդառաջ քաղաքական պայքարը Հայաստանում տեղափոխվել է վախի ու տեղեկատվական պատերազմի դաշտ։ Վաղ առավոտից համացանցում տարածվում է տեղեկություն, թե ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն ունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Դա թաքցրել է, ներկայացրել կեղծ փաստաթղթեր և չի կարող մասնակցել ընտրությանը։
Րոպեների անց իրավապահները հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով։ Համացանցում հայտնված անհայտ ծագման փաստաթղթեր, դրանց արագ տարածումը իշխանամերձ հարթակներում, ապա իրավապահների արձագանքը։ Այս շղթա նոր հարցեր է առաջացնում։ Խոսքն արդյոք իրավական գործընթացի մասին է, թե նախընտրական ճնշման եւ վարկաբեկման տեխնոլոգիայի։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի շուրջ ծավալված պատմությունը արդեն վերածվել է քաղաքական լայն հակամարտության։ Իշխանությունը խոսում է հնարավոր իրավախախտման մասին, ընդդիմությունը ուղղորդված ապատեղեկության։ Իսկ փորձագետները նկատում են նախընտրական փուլերում նման մեխանիզմները սովորաբար ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քաղաքական մրցակցությունը մտնում է առավել կոշտ ու զգայուն փուլ։ Փաստաթուղթ է տարածվել համացանցում, ըստ որի ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այլ երկրի քաղաքացի է։ Փաստաթուղթը նախ հայտնվել է անհայտ ծագման ռուսական տելեգրամյան ալիքներում, ապա լայնորեն տարածվել իշխանամերձ լրատվամիջոցներում։ Դրանից կարճ ժամանակ անց քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քաջական վարույթ է նախաձեռնել։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն ազգային ժողովի ընտրությունում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարով առաջադրված падգամավորի թեկնածու ՆԿ-ն նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Այն է, ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում, այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեղադրանքներին ի պատասխան Նարեկ Կարապետյանը հերքել է տարածվող տեղեկությունը, դա որակելով իշխանության կողմից կազմակերպված ապատեղեկատվական արշավ։ Նրա խոսքով իշխանությունն այս կերպ փորձում է շեղել հանրության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Երեք գիտենք, թե ինչ ֆեյքեր էին տարածում, ֆեյքերի օրեր 3, նախ իմ անձնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի իբր պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված Ռուսաստանի։ Սամվել Կարապետյանն երբեք բացի գործարարությունից Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել։ Ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի։ Դաշինքը հայտարարել է դատի է տալու բոլոր այն ԿՊԱ-ականներին, որոնք տարածել են կեղծ տեղեկությունը։ Երեք որքան հնարավոր է շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք։ Հիմա բացահայտենք եւս մեկ նախընտրական առաջարկ։ Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ԿՊԱ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել։ Այն գումարները, որոնք ԿՊԱ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին, սենյակների վերանորոգման համար։ Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում եւ անվճար դեղեր օրվա ընթացքում։ Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Քաղաքագետ Արմեն Մանվելյանը համոզված է, այս ծավալի տեղեկատվական արշավը խոսում է իշխանության քաղաքական անհանգստության մասին։ Նրա գնահատմամբ իշխանությունը տեսնում է սեփական վարկանիշի անկումն ու փորձում է հակազդել ընդդիմադիր ուժերի ակտիվացմանը։ Միանշանակ սա իշխանության վախերի մասին է խոսում։ Նույն այդ վարչապետի պաշտոնին թառած անձի այդ հիստերիկ պահվածքը եւ այս կեղծ լուրերը, որ իրանք տարածում են շարունակաբար փորձելով վարկաբեկել ընդդիմությանը, խոսում է այդ վախերի մասին, իրանք անկում ապրող ռեյտինգի մասին եւ իրանք ճանապարհ են ընտրում, որ ոնց դուրս գան այս իրավիճակից։ Նույն անհայտ ծագման կայքը գրել էր նաև, թե Սամվել Կարապետյանը կապ ունի ռուսական պետական ծառայությունների հետ։ Այս լուրերին արձագանքել էր անձամբ Սամվել Կարապետյանը, կոչ անելով ուշադրություն չդարձնել իր խոսքով ստահոդ ու պատվերով լուրերին։ Եվ ես ձեզից մեկնաբանություն գրել եմ արդեն շանտեր, համապատասխան FSB-ի նշում, քնար ջան, թույլ կտաս ավարտել, FSB-ի նշումը հստակ կա։ Հիմա ես ձեզ ասում եմ մեկնաբանեք, հստակ փաստաթղթով, անձնագրային գործով նշված է։ Ինձ թվում է դուք ավելի լավ մեկնաբանեք։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար մեկնաբանելու բան չունեմ։
Քաղաքագետները հիշեցնում են նմանատիպ պատմություն նախկինում շրջանառվել էր նաև Եզրած Սրբազանի վերաբերյալ, երբ համացանցում տարածված փաստաթուղթը հետագայում կեղծ էր որակվել։ Նարեկ Կարապետյանի շուրջ ծավալվող պատմությունը նրանց կարծիքով նույն ձեռագրի շարունակությունն է, քաղաքական պայքարը տեղափոխելով տեղեկատվական ու վարկաբեկման դաշտ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ժամանակակից քաղաքական պայքարում տեղեկությունը վաղուց դարձել է պարզապես փաստ փոխանցելու միջոց։ Այն դարձել է ազդեցության գործիք, ճնշման մեխանիզմ եւ երբեմն քաղաքական հաշվեհարդարի տեխնոլոգիա։ Այսօր արդեն ոչ միայն հայտարարություններն ու պաշտոնական փաստաթղթերն են ձևավորում քաղաքական օրակարգը, այլ նաեւ արտահոսքերը, հետաքննական հրապարակումները եւ անանուն աղբյուրներից շրջանառվող տեղեկությունները, որոնք մի քանի ժամվա ընթացքում կարող են վերածվել լայն հանրային քննարկման թեմայի։ Առավելևս, երբ խոսքը վերաբերում է հատուկ ծառայությունների, ֆինանսական կապերի եւ խոշոր քաղաքական ու տնտեսական դերակատարների մասին հրապարակումների, որոնք տարածվում են հատկապես զգայուն քաղաքական փուլերում։ Ռուսալեզու հետաքննական հարթակներից մեկի ինսայդերի հրապարակումները տարածվել են մեծ արագությամբ, առաջ բերելով լուրջ հարցեր եւ նույնքան լուրջ կասկածներ։ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել հատուկ ծառայությունների հետ կապերից մինչեւ ֆինանսական հոսքեր։ Բայց բաց է մնում հարցը, թե ով է կանգնած այս հրապարակումների հետևում եւ ինչու հենց հիմա։ Ինսայդերը հայտնի է որպես ռուսալեզու հետաքննական հարթակ, որը պարբերաբար հրապարակում է բարձր քաղաքական ռիսկ ունեցող նյութեր հիմնված արտահոսքերի եւ փաստաթղթերի վրա։ Հրապարակումներից մեկում պնդում կար, թե Սամվել Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիության ձևակերպման գործընթացում որպես աշխատավայր նշված է եղել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, ավելի կոնկրետ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։ Այս տեղեկությունը սակայն մինչև այժմ չի ստացել պաշտոնական հաստատում որևէ պետական կամ դատական աղբյուրից։ Այս նյութերը շատ ակտիվ տարածում են միայն Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները։ Փոխարենն անձամբ Կարապետյանն է մեկնաբանել։ Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Դրա խորհուրդ եմ տալիս ձեզ։ Նշում է Շան եւ տեղ ես մի մեկնաբանություն։ Այսօր տեղեկատվական դաշտում հաճախ դժվար է տարբերել, որտեղ է ավարտվում հետաքննական լրագրությունը եւ որտեղ է սկսվում տեղեկատվական ազդեցությունը։ Ինսայդերի նման հարթակների նկատմամբ էլ վերաբերմունքը ծայրահեղ տարբեր կարող է լինել թե որպես անկախ հետաքննող լրատվական հարթակ, թե քաղաքական ազդեցության հնարավոր գործիք։ Տվյալների շտեմարանները այնքան շատ արտահոսքներ են եղել, որ գրեթե կամայական մարդու մասին կարելի է գրեթե ամեն ինչ պարզել։ Իհարկե միշտ կա վտանգ, որ օրինակ արտահոսքի մեջ արտահոսքը անողը կարող է փոխակերպել, ներդնել ուրիշ տվյալներ, ինչ որ մարդկանց վերաբերյալ։ Ինչպես տեսնում ենք, քաղաքական խոսույթը Հայաստանում վերջին օրերին դուրս է եկել ներքաղաքական բանավեճի սահմաններից։ Իսկ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկը, ըստ որի Հայաստանի տարածքում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել, արդեն դարձել է բուռն քննարկումների ու քննադատության առարկա։ Մի կողմից այն դիտարկվում է պատմության աղավաղում, մյուս կողմից որպես քաղաքական ուղերձ, որը կարող է ազդեցություն ունենալ թե ներքին ընկալումների, թե արտաքին քաղաքական խոսույթի վրա։ Հարցը միայն այն չէ, որքանով է այդ պնդումը համապատասխանում պատմական փաստերին։ Առավել կարևոր է, թե ինչ քաղաքական տրամաբանության մեջ է այն հնչում, ինչ արձագանք է առաջացնում եւ ինչ հնարավոր հետևանք կարող է ունենալ։ Հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանում տեղեկատվական եւ քաղաքական լարվածությունը շարունակում է աճել։ Եվ ավելի կարևոր է, որ այդպիսի պնդմանում են մեկ էլ թուրքերն ու ադրբեջանցիները։ Փաշինյանի խոսքը անմեղ սխալ էր, թե խորքային ուղերձ, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակը գլխավորող Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե հայերը Հայաստանում երբեք մեծամասնություն չեն կազմել։ Որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայություն է։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Սա պատմական անճշտություն է, թե ազգային ինքնության վերաիմաստավորման փորձ։ Ըստ քաղաքագետների, սա ոչ միայն որպես պատմական փաստերի խեղաթյուրում է, այլ նաև թուրք-ադրբեջանական խոսույթի վերարտադրություն։ Սա ոչ թե անճշտություն է, սա գիտական խեղաթյուրում է եւ գիտական սրիկայություն, պատմագիտական խեղկատակություն, որովհետեւ նման
վիճակագրական տվյալներ ներկայացնել որպես ապրիորի ճշմարտություն առանց խորաթափանց լինելու հայ ժողովրդի պատմության նվազագույնը վերջին 100 տարվա վիճակագրական տվյալների մեջ էթնոգրաֆիկ, էթնոժողովրդագրական արդյունքը բնականաբար դա պետք է լինի։ Քաղաքագետների գնահատմամբ Փաշինյանի խոսքերը պատահական չեն։ Իշխանությունը հետևողականորեն գործածում է այնպիսի բառապաշար ու թեզեր, որոնք համընկնում են Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունների հետ։ Եթե ինքը ասում է 90%, ապա պիտի ասեմ, որ սա չի համապատասխանում իրականությանը։ Ինչու՞։ Բանն այն է, որ 1989 թվականին հունվար ամսին Խորհրդային Միությունում անցկացվել է մարդահամար, եւ այդ մարդահամարի տվյալների համաձայն Խորհրդային Հայաստանում ապրող հայությունը կազմել է բնակչության 93.3%։ Սա մեկ փաստ։ Եթե ինքը նկատի է ունեցել 90% ասելով մեծամասնությունը, ապա սա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Գասպարյանը հիշում է հայերի այսպես կոչված եկության թեզի ապացուցման համար մեկ էլ թուրքերն են ժամանակին մեծ ռեսուրս ծախսել։ Լավ հիշում եմ 90-ականների երկրորդ կեսից, երբ թուրքական պատմագիտական ընկերությունը շատ լուրջ լոբինգ էր իրականացնում, օրինակ դիցուկ UCLA-ում, Կալիֆոռնիայի համալսարանում մեծ գումարներ էին ներդնում այդտեղ, որպեսզի կարողանան գիտական միտքը գնել, գողանալ եւ հայերի այսպես կոչված եկվորության տեսությունը, որը բուն թուրքական թեզ է, ապացուցել արդեն համաշխարհային մակարդակով։ Փաշինյանի խոսույթը նորություն չէ փորձագետների համար։ Պնդում են այս ապազգային խոսույթն ազդակ է արտաքին աշխարհի համար, որն իր հերթին կանաչ լույս է վառում 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի համար։ Տրամաբանական շարունակությունը հենց այդ նույն գիծը, այսինքն ժխտում ենք կամ վերանայում ենք պատմությունը, ցեղասպանության հարցում ռևիզիոնիզմ կամ պատմության վերանայում ենք, վերատեսության ենք ենթարկում պատմությունը, սկսում ենք վիճարկել թվերը, թերարժեքության դաշտ ենք տեղափոխում, արդեն այս 4 փուլերի ընթացքում հասարակությունը որոշակի հոգեբանական տրավմայի մեջ է գտնվում եւ սպասողական վիճակի թե վերջը տրամաբանական ավարտը ինչ պիտի լինի, հետո հայտարարում է, որ մենք տարածքներ ունենք դեռ հանձնելու, այսինքն բացահայտ խոսում է այդ ամեն ինչի մասին եւ հող է նախապատրաստում կամ նվազագույնը չի արձագանքում այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Գիտականորեն են հակադարձում քաղաքագետները Փաշինյանին, հիշեցնում են նրան, միայն Շահ Աբբասի ժամանակ Հայաստանը 80%-ից ավելի բնակեցված է եղել հայերով։ Հետո հերթով հրապարակում Հայաստանում մարդահամարի տվյալները։ Խորհրդային տարիներին, Խորհրդային միության գոյության ժամանակներում, ինչպես քիչ առաջ ես նշեցի, անց է կացվել թվով 7 մարդահամար։ 1989 թվականի մարդահամարին ես արդեն անդրադարձա, մյուս 6 մարդահամարների տվյալների համաձայն Խորհրդային Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը 85%-ից ավելին կազմել են ազգությամբ հայերը։ Գասպարյանն օրինակ Սյունիքի գլխին կուտակված սև ամպերի մասին է ահազանգ հնչեցնում։ Հիշեցնում է, Սյունիքն ու Արցախը հենց այն տարածքներն են, որտեղ հայերը միշտ ճնշող մեծամասնություն են եղել։ Նմանատիպ խոսակցությունները կամ թեզերը առաջ քաշելը հող են նախապատրաստում առաջին հերթին հարվածի տակ դնելու Սյունիքը։ Սյունիքը կամ Զանգեզուրը եւ Արցախը նույնիսկ պարսկական Շահի Շահ Աբբասի բռնաճնշումներով եւ համատարած այդ պարտադրված գաղթի պայմաններում այս երկու տարածքները 89% պլյուս եղել են հայկական էթնիկ տարրով բնակեցված։ Երևանը չէ։ Վերլուծաբանների գնահատմամբ խնդիրը միայն ներքաղաքական բանավեճը չէ։ Նրանք զգուշացնում են, երբ նման ձևակերպումներ հնչում են երկրի ղեկավարի մակարդակով, դրանք կարող են հետագայում օգտագործվել նաև միջազգային քաղաքական եւ իրավական հարթակներում Հայաստանի դեմ փաստարկներ կառուցելու համար։ Ըստ փորձագետների, պատմական եւ ժողովրդագրական հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն այս փուլում ունի ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային նշանակություն։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այժմ ռազմական գործարքի մասին, որի մասին բոլորը խոսում են, բայց ոչինչ հայտնի չէ։ Հայաստանի նոր հպարտությունը փակ տեղեկատվությամբ ռազմական գործարքն է, որի մասին հայտարարել է ԲՏԱ նախարարը։
Տարիներ շարունակ Հայաստանի ռազմարդյունաբերության մասին հիմնականում խոսվել է ներքին կարիքների, պատերազմի հետևանքների եւ անվտանգության սպառնալիքների համատեքստում։ Սակայն այժմ իշխանությունը փորձում է ներկայացնել նոր իրականություն։ Հայաստանը ոչ միայն սպառող, այլև ռազմական արտադրանք արտահանող պետություն։ Բայց որքանով են այդ հայտարարությունները համապատասխանում իրականությանը եւ արդյոք խոսքը իսկապես ռազմավարական նշանակության արդյունքի մասին է, թե ավելի շատ քաղաքական եւ նախընտրական շեշտադրումներով ներկայացվող պատմության։ Երբ իշխանությունը խոսում է միլիոնավոր դոլարների ռազմական արտահանման մասին, բայց միաժամանակ գաղտնի պահում թե զինատեսակները, թե գնորդ երկրները, բնականաբար առաջանում են հարցեր. ինչ մասշտաբի գործարքի մասին է խոսքը, ինչ ներուժ ունի հայկական ռազմարդյունաբերությունը եւ որքանով է այս ամենը համակարգային հաջողություն, այլ ոչ թե մեկանգամյա դրվագ։ Սեդա Գյուրեղյանն է անդրադարձել թեմային։ Հայաստանից միլիոնավոր դոլարների զինամթերք է արտահանվել։ Մայիսի 18-ին հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, որ երկրներ են արտահանվել կամ ինչ ծավալների գործարք է իրականացվել, նախարարն այդպես էլ չմանրամասնեց, պատճառաբանելով, որ դեռևս չկա վերջնական կոնսենսուս։ Միայն ընդգծեց, առաջին անգամ է, որ Հայաստանից արտահանվել է վերջնական ռազմական արտադրանք։ Առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել ընթացող ամսվա ընթացքում։ Դեռ 10 տարի առաջ է Հայաստանից ռազմամթերքի արտահանում եղել դեպի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ՝ Հունաստան եւ Լեհաստան, ռազմարդյունաբերության ոլորտի փորձագետն է հիշեցնում։ Վերջնական արտադրանքի արտահանումը աննախադեպ երևույթ չէ։ Մեր տեղական ընկերությունից մեկը առնվազն 2015 թվականին արտահանում է կատարել ռազմական ռադիոլոկացիոն կայանի մեր բալթյան երկրներից մեկ, չասեմ որ մեկը եւ չասեմ որ մի ընկերությունը մեր ուշադիր դիտորդները կհասկանան, մանավանդ այդ ընկերությունը 2022 թվականին այդ արտահանված ռադիոլոկացիոն կայանի ավելի բարելավված տարբերակը ներկայացրել է ցուցահանդեսին 3-րդ արմհայթեկին։ Փորձագետի ակնարկից կարելի է ենթադրել, որ խոսքը Նաիրի ռազմալոկացիոն կայանի մասին է, որը համարվում է հայկական արտադրության ամբողջական ռազմական համակարգ։ Ինչ վերաբերում է վերջին գործարքին, թե ինչու հենց հիմա հայտարարվեց այդ արտահանման մասին, իշխանության նպատակը նախընտրական ֆոնդ ստեղծելն է, կարծում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը։ Նրա պնդմամբ ամեն ինչ ավելի մեծ ու աղմկոտ է ներկայացվում, քան իրականում կա։ Իրականում մեծ ծածած ճոռոմացած բան են անում, իրականում խոսքը շատ ինչ-որ մեծ պարազելությունների մասին է, շատ ավելի տրիվիալ գործարքներ են։ Միևնույն ժամանակ, քանի դեռ գաղտնի են պահվում արտահանված զինատեսակների քանակը, արտահանման պարբերականության եւ ընդունող երկրների մասին տվյալները շարունակում են բաց մնալ առանցքային հարցեր։ Իսկապես խոսքը սերիական եւ ամբողջական ռազմական արտադրանքի մասին է, թե օրինակ սահմանափակ կիրառության զինամթերքի։ Եթե որևէ երկիր սկսում է որևէ երկրից զենք զինամթերք ձեռք բերել, ապա դա երկարատև բնույթ է կրում, որովհետև սկսվում է սերիական արտադրություն։ Արդյոք մեր մոտ դա կարողություն ունի, թե պարզապես մենք ATS-ները համարում ենք զինվորական վերջնական արտադրանք եւ խոսում ենք ATS-ների մասին, կամ մեկ այլ հրաձգային որևէ զինատեսակի մասին։ Հետագա արտահանման մասին խոսեց հենց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, մանրամասնելով այս պահին Հայաստանից ռազմական արտադրանք արտահանելու թույլտվություն ստացել են մի քանի արտադրողներ եւս, սակայն թե որոնք են դրանք, ինչ զինատեսակների մասին է խոսքը եւ որ շուկաներ են արտահանվելու, կրկին չբացահայտվեց անվտանգության նկատառումներով։ Սեդա Գյուրեղյան, Էրիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի աջակիցներն այսօր ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ էին Սրբազանի ծննդյան 55-ամյակը շնորհավորելու։ Նրանք քայլերթով հասել են Սուրբ Աննա եկեղեցի, այնուհետև վերադարձել ԱԱԾ-ի մոտ, որտեղ պաստառներով եւ լույսը հաղթելու է խավարին վանկարկումներով շնորհավորել են arczepiskopոսին։ Ասում են Սրբազան հայրը Տավուշի հերահոտներ, հերություն անողը, կարիքավորին օգնողը, հիվանդին հույս տվողը։ Սահմանի Սրբազան են նրան դիմում եկեղեցուց դուրս։ Բագրատ Գալստանյանը Աստծո տնից դուրս գալիս անպայման սահմանին էր կամ այն պահողի կողքին, տան անդամների հետ։ Սահման, բանակ, զինվոր, Սրբազան հոր 3 առաջնահերթություններն են։
44-օրյայից հետո Սրբազան հորը հանդիպում էինք մի բուռ մնացած Արցախի բոլոր անկյուններում։ Նա ակտիվորեն ներգրաված էր հետպատերազմյան երկրի վերականգնման աշխատանքներում։ Կանադայից մինչև Սփյուռքի այլ համայնքներ իր ունեցած կապերն ու հնարավորություններն իսպաս դնելով Արցախի շենացմանը։ 2021-ից Սրբազանը հայտարարել էր, որ Արցախի մասնակի կորստից պետք է դաս քաղել եւ արգելակել հայկական մյուս տարածքները զիջելու իշխանության աղետալի քաղաքականությունը։ Արցախի հայաթափումից հետո նրա համար վճռական էր կորուստների շղթան ընդհատելու որոշումը։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ստեղծվեց Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որն ընդդիմանալով Հայաստանի իշխանության հանձնվողական քաղաքականությանը համախմբում էր մարդկանց միակողմանի զիջումների կործանարար քաղաքականությունը կասեցնելու համար։ Պինդ եղեք Սրբազան հայր, ինչպես դուք էիք ասում, հանուն գալիք հաղթանակների։ Չենք հանդուրժելու հայրենը հանձնումը, չենք հանդուրժելու մեր իմ կենսագրության գողությունը, իմ պատվի գողությունը։ Իրար մի թիրախավորեք, իրար կյանք մի կերեք, ձեր կյանքը անձնական եւ ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքն ու մեր գոյությունը։ Թշնամու գնդակները ավելի սարսափելի չեն, քան ներքին թշնամու աղբը։ Երբ որ մարդուն մեծ առաքելություն է տրված այս կյանքում, իր փորձություններն են մեծ լինում, եւ այդ փորձությունները ինչպես կհաղթահարի այդ մարդը, դրանից է կախված այդ առաքելությունը կմնա իրեն, թե կտրվի ուրիշին։ Հիմա Բագրատ Սրբազանը շատ մեծ առաքելության մեջ է։ Եվ իրեն տրված փորձությունն էլ համապատասխան է։ Այսօր Բագրատ Սրբազանի 55-ամյակն է, եւ նա ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է դիմավորել տարեդարձը։ Թշնամու գնդակները ավելի սարսափելի չեն, քան ներքին թշնամու աղբը։ Բագրատ Սրբազանն ընտանիքի 4-րդ երեխան է։ Լիդիան Սրբազանի մայրիկից լսած պատմությունն է պատմում։ Կողքից բոլորն ասել են, բանը ոնց է այդ երեխուն պահելու, մի ունեցե այդ երեխուն, այդ մայրը նույնիսկ մտքով անցել է, որ հնարավոր է այս երեխան չծնվի։ Գնացել է հիվանդանոց, դռան մոտ, շուրջ ձայն է լսել, որն ասել է այդ երեխուն վնաս չտաս, ինքը քեզ նեղություն չի տալու, մեծ մարդ է դառնալու, վախեցել է հետ եկել տուն։ Ու իրոք Սրբազանն ասում են, որ ծնվել է, շատ խելոք երեխա է եղել, իրոք որևէ անհանգստություն ընտանիքի անդամներին չի պատճառել։ Սրբազանը շատ հանգիստ երեխա էր։ Ասում է, խաղում էր տան մի անկյունում ու այնտեղ էլ քնում։ Երբ հաճախակի էր կրկնվում, մայրը մի հնար է մտածում, որդուն տանը այսպես ասած չկորցնելու համար։ Ասենց զանգակներ են կախել իր գուլպաներից, ասում որ քայլելուց խշխշոցը լսվեր, իմանային ինքը տան որ մասում է գտնում։ Այդպես ասում է կարել գնար ինչ որ մի անկյունում նստեր, խաղար իր խաղալիքներով։ Սրբազանի մասին խոսելիս Լիդիան, Թովմասն ու շատերն անդադար ժպտում են։ Անգամ երբ բանտային կյանքից ու Սրբազանին կարոտելու մասին են խոսում։ Երբ գնում ենք Սրբազանի հետ տեսակցության կամ գնում ենք Սրբազանի դատավարությանը, տեսնում ենք նրան, Սրբազանը մեզ ուժ է փոխանցում։ Իր լավատեսությամբ, իր հույսի հաղթանակով, իր կայուն, հավասարակշռված գեցվածքի մեջ։ Սրբազանի մասին Թովմասը լսել է, երբ ճեմարանում էր ուսանում։ Նրանք լսել էին Սրբազանը Կանադայում Թագուհի Եղիսաբեթ II Ադամանդե Հոբելյանական մեդալն է ստացել, բազմաթիվ աշխատանքներ կատարել, եւ օրերից մի օր տեսնում են նրան Հայաստանում Տավուշի թեմի առաջնորդ։ Ցանկացած հոգեվորականի համար գնալ ծառայել այդպիսի տարածաշրջանում, որտեղ որևէ բան քո համար նախորդ պատրաստված չէ, դու զրոյից պիտի այնտեղ կառուցես ինչ-որ մի բան։ Սրբազանն այցելել է Տավուշի բոլոր գյուղեր, եղել դիրքերում, զրուցել, քարոզել ու ամրացրել հավատը տավուշցիների մոտ։ Բագրատ Սրբազանը նաև հոգևոր մշակութային փառատոն էր կազմակերպում Հաղարծինում, որ ամենամյա էր մինչև Քովիդի համաճարակը։ Փառատոնից հետո որպես խրախուսանք երիտասարդներին միշտ ինչ-որ մի ուղղությամբ Բագրատ Սրբազանը տանում էր, այդպես միշտ կատակ էր անում։ Դե Արցախը Արցախի հանրապետությունն է, չէ՞։ Ջավախքը Վրաստանի տարածքում է, այդպես որ մեզ տանում էր օրինակ ջավախ, տանում էր Արցախ, ասում էր
ես ձեզ տանելու եմ արտասահման։ Թովմասի մասին առանձնահատուկ նշանակություն ունեին Բագրատ Սրբազանի հետ Արցախ այցերը։ Շրջափակումից առաջ մենք սկսեցինք շատ հաճախ այցելել Արցախ։ Դեռ այդ ծանր օրերն էին, բայց շրջափակված չէր Արցախը, փակ չէր ճանապարհը, ու Սրբազանը որոշեց համայնքներով, քահանաների հետ անդադար այցելել, որովհետև ասում էր մեր արցախցիների կողքին պիտի լինենք ֆիզիկապես։ Եվ թե Սուրբ Գրքի սերտողություններ էր անցկացնում, հավաքներ երիտասարդների հետ, աղոթքի եկեղեցիներում այցելեցինք թե Գանձասար, թե Հակոբավանք եւ ամեն տեղ Սրբազանը մեծագույն սիրով էր երգում Արցախի հիմնը։ Սրբազանն իր ծառայության տարբեր շրջաններում հույս ու լույս տարածելու մասին էր խոսել։ Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ պատանի էր 17 տարեկան, 44-օրյայի ժամանակ, երբ երկարամյա հոգևորական էր։ Եվ ամենակարևորը, որ տեղի է ունեցել եւ ունենում, հեղինակությունների ոչնչացումն է։ Թե ինստիտուցիոնալ առումով եւ թե որպես մարդիկ։ Հիշողություն գոյություն է ոչ միայն հողատարածքի, քարերի, ժայռերի, անտառների, գոյություն ունի հիշողություն անցյալի այս ամբողջ ժամանակի, գոյություն ունի կենսագրություն, որը մենք չենք կարող ժխտել։ Մեր կենսագրությունը ինչպիսին էլ որ լինի, մենք չենք կարող ժխտել։ Սրբազանի երազանքները Հայաստանի ու հայերի մասին են, ինչպես տարբեր զրույցներում է նշել։ Ես երազում եմ 3 այերի Հայաստանի մասին, որի քաղաքացիները ազատ են, հասարակությունը արդար է եւ ժողովուրդը աստվածապաշտ։ Ստեյցան 3-ն էլ նույն հատկան քաղաքացիները, հասարակությունը, ժողովուրդը տարբեր բաներ չեն, բովանդակային իմաստով որոշակի մեկնաբանություններ ունեն։ Ուրեմն 3 այերի Հայաստանն է՝ ազատ, արդար եւ աստվածապաշտ։ Հանուն գալիք հաղթանակների 44-օրյա պատերազմից հետո Տավուշի թեմի առաջնորդարանի բակում Սրբազանի պատգամով խաչքար է տեղադրվել, հավատացնելով, որ պայքարը չի ավարտվել։ Սրբազանը շատ հետաքրքիր մոտեցում ունի, տեսնում է գալիքը, կարողանում է հեռուն տեսնել եւ այդ գալիքի հիման վրա ապրել այսօր։ Որովհետեւ երբ դու տեսնում ես այդ գալիքը, դու հասկանում ես, թե ինչքան կարևոր է այսօր այդ հաղթանակին ծառայելը եւ ինչքան կարևոր է, որ այդ հաղթանակի պահին դու դա տոնես ճշմարտության կողմում։ Սրբազանի սիրելի, ամենասիրելի հատվածներից մեկը մեր պատմության մեջ Վարդան Մամիկոնյանի խոսքն է։ Վարդան Մամիկոնյանը իր զորքին դիմում էր պատերազմից առաջ, Սրբազանը նույնիսկ մեր դպրոցների աշակերտների, մենք տարուժ դպրոցներ ունեինք, առաջնորդների պատրաստման դպրոցներ Տավուշի թեմում եւ երեխաներին նույնիսկ անգիր էր սովորեցնում այս Վարդանի խոսքերը, որ ամեն ինչ արեք, որպեսի մնաք ճշմարտության կողմում։ Երբ ձգտում ես հաղթանակի, պետք է ծառայես այդ հաղթանակին հասնելու ճանապարհին։ Իր հոտին էր ասում Սրբազանը։ Սրբազանը 11 ամիս է բանտում է, մեկուսարանում անցկացրեց ամանորը, ջրաքալույցը, հիմա էլ ծննդյան օրը։ Ես ամբողջ կյանքս հաշտ եմ իմ այս եղբայրների, այս քրոջ, այս ազնիվ ժողովրդի, իմ հայրերի հետ լինել կալանքում կամ գերեզմանում, քան թե բաժին ունենալ ուրացողների հետ։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Այժմի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։